Բարև ձեզ, ընկերներ ջան, ասում են թե ինչ որ բան է փոխվել, այո, փոխվել է, ես հիմա գտնվում եմ Արագածոտնի մարզում և դպրոցի հայաթում եմ գտնվում, այն դպրոցն է, որը հիմնավերանորոգվում է, դպրոցը Ուշի դպրոցն է, տրամադրվել է 313 միլիոն դրամ գումար և այստեղ ունի այս դպրոցը 300 երեխայի ընկալելու, ընդունելու հզորություն։ Ներկա դրությամբ 194, բայց 100-ից ավել կավելանա տեղերը և տարածքի երեխաները չեն պարտավորվի կամ ծնողները երեխային տանեն կողի գյուղ կամ հեռու տեղեր։ Տեսեք, ես այստեղ կանգնած եմ, շինարարությունը գնում է, մտնենք ներս, թույլատվությունը ստացել եմ, բայց մենակ կմտնեմ, որ մի քիչ էլ այն գաղտնի տեղերը նայենք, գնացինք։ Հիմնանորոգում, տեսեք, այստեղ երեխաների համար խաղահրապարակներ են սարքում, տարածքը տեսեք ինչ լավն է, և ներսից հիմնանորոգվում է այս դպրոցը։ Գնանք մի փոքր առաջ։ Մի հետաքրքիր փաստ էլ ասեմ, այստեղ լսում ենք, չէ, երբեմն գործ չկա, բան չկա։ Այս աշխատողները, որ այստեղ աշխատում են, մեծամասնությունը հնդիկ, պարսիկ, տաջիկներ ենք հանդիպել։ Հետաքրքիր երևույթ է, էլի գործ կա, աշխատանք կա եւ այո, ապագա կա։ Ճիշտ է, շինարարական աշխատանք, ծանր աշխատանքի մասին է գործը, խոսքը, բայց այօրինակ էլ կարիքը չկա, որ հայ մարդը, հայ տղամարդը ընտանիքին թողնի ու գնայի այլ երկիր ինչ որ շինարարություն անի կամ ինչ որ ասֆալտ փռի։ Անցնենք առաջ, այստեղ տնօրինությունը ներկա է, տեսնենք ինչ են ասում։ Այս ինչ պատմական փոս է։ Էսի նոր են բացել, ջերուցման կոյուղի ջերուցում չի, կոյուղն է։ Ֆունդամենտալ է ենթակառուցվածքները բան։ Հերնանից են կոնկրետ։ Այն որ ասում են Նիկոլը քանդում է, ուրեմն ճիշտ են ասում, քարուքանդ է արել, էլի։ Բայց սարքելու են։ Սարքելը, մենակ սարքելը չէ, ճուտել անելու հետը։ Ձագերել է հանելու, մեծանալու։ Մասնաշենքել է սարքելու սա։ Որտեղ տարածքը չի ելիքում, հիմա հանելու հետ էլ ապահովի։ Ժորժան ասում է ինչ որ փչացած երևույթ, եթե ուզում ես վերականգնես, ամենաճիշտը նա է, որ քանդես, երբ հիմնովի իրան նորից սարքես։ Ու այստեղ հիմնովի արվում է։ Տեսեք, այս խողովակները, բանը սաղ գետնի տակ անցնելու, հատակներ է գալու, սարքելու են կտուրը, այդ պլաֆոնները արդեն կախել են, կախված առաստաղները։ Հիմա այս աշխատանքները ժամանակավոր, որ ասում է, բարև ձեզ, կանգնած են, որտեղ աշխատողները պերերիվ են անում, ասած այստեղ բանով, և իհարկե շատ հաճելի է, որ մարդիկ իրանց տարածքում, հայրեն լես կան, բոլորդ հայ եք, ուրախ եմ և շնորհակալ եմ, որ լավ գործ եք անում։ Տարածաշրջան այս կողմերից եք, թե ուրիշ Արտաշատից, Աստված ձեզ պինդ պահի, շնորհակալ ենք, բարի օր, խաղաղություն լինի։ Տեսնում եք Ժորժան, հենց հայեր են ու աշտարակից եկել են խումբը և կառուցում են այս Ուշիի դպրոցը։ Աշխատանք չկա ասում են, բայց տղամարդիկ հալալ է իրանց
Վերև կարող ենք բարձրանալ։ Այստեղ մի քիչ զգուշ պետք է լինենք, որովհետև ասեք իմպրովիզացիա արված։ Այստեղով անցնենք։ Անցանք։ Տեսնում եք, չէ՞ ինչ է կատարվում։ Ասում եք քանդել են ու 0-ից արդիացված նոր տեխնոլոգիաներով բոլորը սարքվում է։ Բարև ձեզ։ Այստեղ բոլոր աշխատողները հայ են, հա? Չկա հանդիպ Բացենցնից, չէ։ Դիք ունենք։ Ուրա։ Հա? Ես տեսել եմ, գաղ այսօր գործի չի։ Կարող է ես չեմ եղել գործի։ Հա, Կարող ես։ Ես դուք ստեղից եք մոտակայքից, աշտարակից, նույն խումբն է, էլի։ Ձեզ էլ շնորհակալություն, որովհետև լավ գործ եք անում։ Որը շնորհակալություն, երեխեք անում։ Հա, ճիշտ եք անում։ Աստված ձեզ պինդ պահի։ Շուրջան, մի խոսքով են որ ասում են մեզ ընտրեք 300,000 աշխատատեղ կսարքենք, բա աշխատատեղ չի ինչ է, սա աշխատատեղ է, էլի, բայց աշխատատեղերը կա, աշխատողները ուր են, հեսա մեր ընկերները, տեսեք լցրել են ստեղ սարքում են, ես մեր ընկերները աշտարակից հել է հասել են ստեղ ուշի գյուղ, որ սարքեն ես դպրոցը, մանկապարտեզները դպրոցները, այս դեպքում դպրոցը, հետո ինչ-որ մեկ ասում աշխատատեղեր կսարքեն, սա էլ հո մարզերում է, սա էլ հո Երևանում չի, գյուղը դուրս ես գալիս 1984 է, իհարկե ձմեռ է, կանաչ բան չկա, բայց նայում ես իր էսկիզները, բաները քեֆդ բերում է, ինչ են սարքում ստեղ։ Ելքը որդ է ստեղից։ Դուրսը ձախելիրա ինքը տարածք ունի, այնտեղ մարզադաշտ լինելու, այստեղ խաղահրապարակ լինելու, այգի այնտեղ դպրոցի իր ուժերով այգի մեծ տարածք կա, էլի այստեղ։ Հա, շատ լավ է։ Բարձունքում ենք, Ժորժան, շատ բարձր է ստեղ, օդը մաքուր, շատ լավ է։ Տեսեք, ստեղ երեխաների համար մարզվելու տարածք, ցածը ֆուտբոլի դաշտ գալու է։ Մի խոսքով, ինչ որ բան է փոխվել, այո, փոխվել է։ Դեպի լավը եւ ավելի լավ է լինելու։ Այստեղ կվերադառնամ այն ժամանակ, երբ պատրաստ լինի եւ միասին նորից կդիտենք արդեն ռեզուլտատը։ Ժորժան, շնորհակալություն եմ ուզում հայտնեմ համայնքապետարանին, իհարկե մարզպետարանին, Արագածնի եւ ՀՀ պատկան մարմիններին, որ ապագա են ստեղծում այս գյուղերում։ Բոլորիդ սիրում հարգում եմ, մնացեք բարով։